Այսօրվա մեր քննարկումը լսող քաղաքացիները կարող են ասել, դե այո, իշխանությունն ունի որոշ թերացումներ, մի պատգամավոր ընդդիմադիր խոսում է գծանշումների, որոշակի թերացումների մասին, մի պատգամավորը խոսում է, որ այ 300%-ով չի բարձրացել մեր թոշակառուների նվազագույն թոշակները, այլ մի քիչ է այնտեղ տոկոսը, ոնց հասկացանք քննարկումներից։ Մյուս պատգամավորը էլի որոշակի ձնամաքրման հետ կապված որոշակի թերացումներ է տեսնում։ Ես տարօրինակ բան պետք է ասեմ, սիրելի հայրենակիցներ, ուզում եմ այսօր արձանագրեմ մեր ընդդիմության, մեր գործիչների պրոգրեսը, որովհետև սա այն պատգամավորներն են, որոնք 5 տարի է հրատապ փրկում են հայրենիքը։ Շտապ 1 րոպե շուտ կործանումից փրկում են մեր հայրենիքը, բայց այսօր գծանշումներից ենք խոսում, ինչը բնավ վատ չէ, ես սա վատով չեմ ասում, սա պրոգրես եմ որպես ուզում արձանագրեմ։ Սա այն պատգամավորներն են, որոնք 5 ամիս է վերջին, ամեն օր մտնում են մեր տները, ձեր տները, հեռախոսների միջոցով, հեռուստատեսության միջոցով ու ասում են հույսները կտրեք Հայաստանից։ Հայաստանի իշխանությունները արտատարածքային միջանցք են տվել ադրբեջանցիներին, ադրբեջանցիները մտնելու են դուրս գան, ինչ ուզեն անեն, ոնց պետք է մեղրիով անցնենք, ոնց պետք է Իրանի հետ կապ ունենանք։ Այսօր այդ նույն պատգամավորները, պարոն Խաչատրյանը, ասում էր, որ ինքը դա միջանցք չի անվանի, որ այո, առավելություններ, մի քիչ անորոշ է, բայց իր մեկնաբանությամբ, բայց այո, առավելություններ կան թրիփով, նույն պարոն Խաչատրյանը, բայց 5 ամիս առաջվանից իմ սոցիալական ցանցում էի մի տենց հավաքածու դրել իրենցից, թե ինչեր էին ասում թրիփի մասին, ասում էր, որ դա միջանցք է, որևէ առավելություն չկա։ Հիմա հասկանում ենք, որ մի քիչ ապաշրջափակումը ոնց որ ամբողջական չէ, այո, մենք ունենալու ենք առավելություններ ֆինանսական, բայց դա այնքան էլ որոշակի չէ, որոշակի անորոշ է, այսինքն ամեն ինչ լավ է, ուղղակի մի բանն է ըստ իրենց վատ, որ դա արել է Նիկոլ Փաշինյանը, այս իշխանության օրոք է դա արվել։ Սա է մեր ընդդիմության նշմարած թերությունները։ Մի բան էլ այսօր նաև խոսվեց քաղբանտարկյալների մասին, հիշում եք, որ ասացի հայրենիքը շտապ փրկել եւ այլն։ Ուրեմն ում դուրը օրենքի գերակայությունը հասավ, ում դուրը իրավապահ համակարգը արդեն պետք է հասներ, մարդիկ թևերը քշտեցին եւ լծվեցին կամ հայրենիքի պաշտպանությանը, կամ եկեղեցու պաշտպանությանը, կամ ավելի ուրեմն ծանր հոդվածներով անցնողները այս երկուսը միասին փրկողները դարձան։ Հիմա իրենց դիրքավորել են իբրև քաղբանտարկյալներ չկա, եւս մեկ անգամ փաստենք, շնորհակալություն։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։